Հիմա մենք գտնվում ենք մեր թանգարանի ամենահետաքրքիր սրահներից մեկում։ Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ազգային մշակույթին եւ ավանդույթներին։ Հիմա եկեք մոտենանք մեր ցուցանմուշների եւ ավելի մանրամասն ուսումնասիրենք դրանք։ Աղամանները կնոջ եւ ամուսնու գինու տիկը ձիու կերպարում գունեղ այս իրերը կենթանանում եւ Վանաձորի տիկնիկային թատրոնի բեմից լորեցի փոքրիկ հանդիսատեսին պատմում են Հովհաննես Թումանյանի բարեկենդանը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Լոռու մարզում է ներկայացումն ազգային արժեքներն ու մշակույթը պահպանելու յուրօրինակ կոչ է Ներկայացման մտահղացումը եղել էր ինձ մոտ շատ վաղուց ուզում էի ներկայացում անել հայկական ազգային մոտիվներով լավագույն հեքիաթը, որ կարող է այդ մասին խոսել, դա Թումանյանի բարեկենդան հեքիաթն էր եւ վերցնելով հեքիաթը տպավորություն էր, որ Թումանյանը գրել է ամուսինների վեճերի մասին, բայց երբ որ կարդում էինք եւ փորձում էինք մի քիչ խորանալ ներքին շերտերի մեջ, հասկացանք, որ այստեղ բնավ ամուսինների վեճերի մասին չէ, այլ այն մասին է, որ երբ մենք հեռանում ենք մեր մշակույթից, մենք չենք դառնում այդ մշակույթը կրողը, դարձնում ենք այդ մշակույթը թանգարանային արժեք, շատ հեշտությամբ ուրիշները, օտարները գալիս են եւ տիրանում են այն ամենին, ինչը մենք ունեինք։ Ներկայացման գործողություններն ընթանում են թանգարանում, այցելուներն ակամադառնում են ներկայացման հերոսները, իսկ հանդիսատեսը հայտնվում է թումանյանական հեքիաթի մեջ։ Համով, հոտով, մի քիչ ինտրիգային, նեղացկոտ, բայց բոլոր իրավիճակներում լավատես եւ դրական։ Այսպես է բնութագրում Թումանյանի ստեղծած հայ կնոջ կերպարը դերասանուհի Եվա Զաքարյանը։ Այնքան սիրուն նյուանսներ կան ներկայացման մեջ, այսպես փոքր նախադասություններ, որոնք ընդգծում են այս կնոջ, չնայած նրա փնփնթան լինելուն, ընդգծում են այս կնոջ նվիրվածությունը իր ամուսնուն, սերը ամուսնու հանդեպ։ Այ օրինակ, որ ասում է պետք է շուկա գնամ, ասում է այս մթանը բավոր մոլորվեց, բարեկենդանը ներկայացնել լորեցի հանդիսատեսին շատ ավելի պատասխանատու է։ Հենց խաղալու ընթացքում էլ մի պահ այսպես մտածում էի, ասում եմ, այս բարբարային երանգները, որ ես հիմա ներկայացնում եմ, տեսնես հանդիսատեսը առաջի անգամ վախեցել եմ։ Ճիշտ եմ մատուցում, որովհետև բարբար մատուցելը հեշտ բան չէ։ Ուրիշ դեպքերում ես այդ անհանգստությունը չեմ ունեցել ուրիշ հանդիսատեսի մոտ։ Խարազյանցիները բարեկենդանն արդեն ներկայացրել են Հայաստանի մի շարք համայնքներում, նաև Վրաստանում, Իրանում եւ Ղազախստանում, հաջորդը կլինի Լիբանանը։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։